Այս ավանագը, ասում այո մեր բրենդը դեմոկրատիան է։ Ումա պետք արա քո դեմոկրատիան։ Երբ որ երկիրն ես վարի տալիս, դեմոկրատիան ավելի մեծ արժեքի, քան հայրենիքի սահմանների մեծությունը, կարելի է հանուն դեմոկրատիայի զիջել տարածք, դե թող զիջեր են։ Ալիևն չի չզիջեց։ Են քիլդի միլդի մուլտիգուն էի, չէ, 30 տարի այդ քիլդիմով ապրանք, և իրոք էլ հավատում էի, գիտես, որ այդ քիլդիմն է, որ հայ զինվորոնες բանով, ինչ պարզվեց իրականով, և մի այսօր էլ մի թերագնահատեք, սխալ է որ թերագնահատեք Թուրքին, մի թերագնահատեք Թուրքին, ձեզ մի գերագնահատեք, Թուրքին մի թերագնահատեք, եթե Թուրքը վատն է, ինչու է նստած ձեր երկրում, այս հարցը տալիս եք ձեզ, ինչու է սարի վրա հենց անի հենց դիմաց գրած, սարի վրա օնջե վաթան, ինչ է նշանակում օնջե վաթան, թուրքերեն էլ սովորեք, պետք է գա, ամենից առաջ հայրենիք, նախ և առաջ հայրենիք, այսինքն հայրենիքից կարևոր բան չկա, իսկ որն է ինքը հայրենիք համարում, որտեղ որ իրա զինվորը կանգնած է, և ինչը որ խլելա քեզանից, և լավ է արել խլելա, ողորմելի չլնեիր չխլեր, ես հրյան 1900 տարվի իր ողորմելիությունը թոթապում է, ասում 1900 տարի ընդունում այդ ողորմելիությունը, որ 1900 տարի ողորմելի է եղել, չի ասում 1900 տարի ես հերոս, սենց, դες բան չեք լսի, ասում որ 1900 տարի ես ավանակ եմ եղել, հիմա չպետք է լինեմ, և չի լինում, կոդորում է գազային, գազան գալնի չի լինի, անկախության գազնի չի հասնի, եթե հեշտ կարևոր չի, Են մի թիս հողի վրա, որ գազան պետք է անկախանա, խերն եմ անից այդ անկախության, աշխարհի ամենախիտ բնագեցված շրջանն է գազան, իրար վրա են ապրում, անկախության վրա հաշիվ կա, չէ, հիմա նույն 30,000-ն է, 30,000 անկախություն եք կերդել, ոչ մի բան չեք կերդել, այդ անկախությունը երկնքից ընկել է 18 թվին, մի հատ էլ ընկավ 91 թվին, պետք էր վերցնել, ասել ես ինչ լավ բաներ, ու զորանալ, չէ, վերցնենք ու կերանք, որտև մեզ ինչա պետք, քեշ փող, և այս հիվանդությունը, որ ասում է սրբազանը, պարզվում է սրբազանը բանագինակ կա բնում, ազգինակ կա բնում, սարանակ կա բնում, թուրքին էլ գովում է, իվերը այսր ամենայն, հել երիք չի, հայրին այպանում ալը մի հատ էլ թուրքին գովում է, ես ոչ թուրքին եմ գովում, ոչ հային եմ այպանում, ես ասվեմ, ես մարդը հիվանդ է, ես մարդը առողջ է, Հիմա եթե դու բժիշկ ես, օբյեկտիվ բժիշկ ես, հայ հիվանդ մտնում է, նրա համար որ հայ է պետք է ասես առողջ ես, թուրքը որ մտավ, նրա համար որ թուրք է պետք է ասես հիվանդ է։ Չի կարելի, չէ՞։ Այս զգացմունքային, զգացական, որ ավելի կանանց մոտ լիներ 20,000 կանանց կասեին հա լավ, կանայք դենց են, բայց տղամարդիկ դենց կլինեն։ Հիմա վերջացնեմ ասածս, որպեսզի շատ երկար չլինի, դիագնոզի վերջնական բանը, եզրակացությունները, Սասունցի Դավիթները պետք է շատանան, ցռան վերգոները պետք է պահգասեն։ Որը զգում եք, որ դուք Սասունցի Դավիթ եք, պետք է բազմանաք, շադանաք։ Սասունցի Դավիթների տոգոսը գոնե պետք է հասնի 2%-ի, մի տոգոսը չի գերազանցում այս ազգի մեջ։